Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է մինչև 15 տարեկան երեխաներին արգելել սոցիալական ցանցերից օգտվել, եթե նման որոշում Եվրամիությունը չընդունի։ Այս մասին նա ասել է հունիսի 10-ին երեկոյան Ֆրանս 2 հեռուստաալիքի եթերում։ Ես մեզ մի քանի ամիս եմ տալիս համաեվրոպական մոբիլիզացիայի հասնելու համար, հակառակ դեպքում մենք դրան ձեռնամուխ կլինենք Ֆրանսիայում։ Մենք չենք կարող սպասել, հայտարարել է Մակրոնը։ Մենք պետք է արգելենք սոցիալական ցանցերը նրանց համար, ովքեր 15-ից ցածր տարիքի են։ Մակրոնն ասել է, մեկնաբանելով հունիսի 10-ին Նոժան կոմունայի քոլեջի աշխատակցու սպանությունը 14-ամյա դեռահասի կողմից։ Ավելի վաղ ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդել էին անչափահաս կասկածյալի ձերբակալության մասին, որը սաների պայուսակներն ստուգելու ժամանակ տանակով հարձակվել էր դաստիարակության գծով 31-ամյա օգնականի վրա, կինը ստացված վերքերից մահացել էր։ Մակրոնը նաև ցանկություն է հայտնել խստացնել սառը զենքի վաճառքի կանոնները, անթույլատրելի է, որ դեռահասի մոտ զենք լինի փողոցում կամ դպրոցում։ Սա ծնողների եւ վաճառողների պատասխանատվությունն է, ասել է Ֆրանսիայի նախագահը։ ԱՄՆ-ի մի շարք քաղաքներ, ներառյալ Նյու Յորքը, Ատլանտան, Չիկագոն եւ Օսթինը նախապատրաստվում են նոր բողոքի ալիքների նախագահ Թրամփի ղեկավարած միգրացիոն բռնաճնշումների դեմ։ Լոս Անջելեսի կենտրոնում հաստատվել է պարետային ժամի պատասխան վերջին 5 օրերի անկարգությունների, իսկ քաղաք են մուտք գործել հարյուրավոր ծովային հետևակայիններ ու ազգային գվարդիայի զինծառայողներ։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է, որ դաշնային ուժերի օգտագործումը ավելի է սրել իրավիճակը, խաթարելով հասարակական անվտանգությունը։ Բողոքի ցույցերը շարունակվում են Թրամփի կողմից զինվորականների ուղարկման որոշման դեմ, որը նա ներկայացնում է որպես Լոս Անջելեսի ազատագրում։ Այդ քայլը բախվել է նահանգների իշխանությունների ընդդիմությանը, սկսած Նյուսոմի դատական հայցից մինչև Լոս Անջելեսի քաղաքապետի եւ գլխավոր դատախազի քննությունները։ Նրանք պնդում են, որ ռազմական ուժի կիրառումը սպառնում է 1878 թվականի օրենքին, որն արգելում է բանակի ներգրավումը քաղաքացիական իրավապահ գործողություններում։ Ներկայումս միգրացիայի եւ մաքսային հսկողության ծառայության կողմից իրականացվող միգրացիոն արշավները հասել են օրական 2000 ձերբակալության, մի քանի անգամ գերազանցելով նախկին ցուցանիշները։ Այս գործողությունները ուղեկցվում են զանգվածային բողոքի ակցիաներով, որտեղ ցուցարարները կրում են Մեքսիկայի ու այլ երկրների դրոշներ, իրենց համերաշխությունը հայտնելով ձերբակալված ներգաղթյալներին։ Սպասվում է, որ բողոքները կշարունակվեն նաև շաբաթ օրը ԱՄՆ բանակի 250-ամյակի առթիվ Վաշինգտոնում նախատեսված զորահանդեսի ժամանակ, հայտնում է Reuters-ը։ Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը հետ են մղում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը Խերսոնի մարզի վրա, այս մասին հայտնել է մարզի նահանգապետ Վլադիմիր Սալդոն իր Telegram ալիքում։ Այս պահին Խերսոնի մարզի վրա զանգվածային հարձակում է իրականացվում ինքնաթիռի տիպի հարձակողական ԱԹՍ-ների միջոցով։ Մի քանի անօդաչու թռչող սարքեր արդեն խփվել են։ Ռուսաստանի զինված ուժերի ՀՕՊ ուժերի եւ միջոցների մարտական գործողությունները շարունակվում են, գրել է Պաշտոնյան։ Հունիսի 11-ի առավոտյան Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ համակարգերը անցած գիշեր Ռուսաստանի Դաշնության մարզերի վրայով ոչնչացրել են ուկրաինական 32 ուղղաթիռի տիպի անօդաչու թռչող սարք։ Անօդաչու թռչող սարքերի մեծ մասը 16-ը խփվել է Վորոնեժի մարզի օդային տարածքում։ 8 ԱԹՍ որսացվել է Կուրսկի մարզում, 5-ը Տամբովի մարզում եւ 2-ը Ռոստովի մարզում։ Եվս մեկ անօդաչու թռչող սարք է չեզոքացվել Սևծովի երկնքում Ղրիմի հանրապետության ափերից ոչ հեռու։ Կտրիչ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։ Ես կաթողիկոսի թեկնածու չունեմ, բայց կաթողիկոսի նկարագիր ունեմ։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդեմ եկեղեցու արված հերթական հրապարակման մեջ։ Նա մասնավորապես նշել է. Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին կեղծավորների ու փարիսեցիների գերությունից ազատելու գործընթացում ոմանք փորձում են թուրքական կամ ադրբեջանական հետք տեսնել։ Հենց սա է փարիսեցիության ամենաուղիղ արտահայտությունը, երբ ադրբեջանական կամ թուրքական փաստարկ են օգտագործում որպես իրենց աղտեղությունը հայաստանյան հանրությունից քողարկելու միջոց։ Ոմանք հանդես են գալիս Կտրիչ Ներսիսյանի պաշտպանության դիրքերից, ինչն եք պաշտպանում, ում եք պաշտպանում, սուտը, կեղծիքը, պղծությունը։ Այսպիսով պաշտպանում եք ինքներդ ձեզ եւ դուք շանս չունեք։ Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցին վերադարձվելու է Հիսուս Քրիստոսին եւ հայ ժողովրդին։ Կտրիչ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։ Հետգրություն։ Շատերն ուզում են հիմնավորել, թե ես նոր կաթողիկոսի թեկնածու ունեմ։ Ցավոք, կաթողիկոսի թեկնածու չունեմ։ Կաթողիկոսի նկարագիր ունեմ։ Մարդով հավատում է Աստծուն, մարդով Հիսուս Քրիստոսի հետևորդ է եւ ոչ թե խարդախ վաշխառու մարդ, ով ծառայում է եկեղեցուն, բարեպաշտ հոգևորական է եւ ոչ թե վեղարի տակ թաքնված անառակ։
եւ մենք ունենալու ենք բարեպաշտ եւ աստվածավախ կաթողիկոս, նշել է Փաշինյանը։ Հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հայտնել է, որ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վարույթ է նախաձեռնվել ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի կողմից իրեն ընդունելության չարժանացնելու եւ իր հանդեպ ցուցաբերված խտրական վերաբերմունքի բողոքի հիման վրա։ Դրա շրջանակներում նա տրամադրել է լրացուցիչ տեղեկություններ քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ այլ падգամավորների կողմից նույնանման վարքագիծ դրսևորելու վերաբերյալ։ Այս գործընթացը իշխանության փոփոխության մասին չէ, այս գործընթացը իշխանափոխության մասին է։ Այս մասին Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։ Նա նշել է, որ գործընթացն արվում է հանուն 2026 թվականի արդար ընտրությունների։ Անվստահություն հայտնելու առավել քան իմաստավորված գործընթաց է մեկնարկել եւ կարծում ենք, որ խորհրդարանում այդ գործընթացը կհաղթահարի բոլոր տիպի խոչընդոտները։ Իսկ խոչընդոտները կարող են տարբեր լինել, յուրաքանչյուր падգամավոր ունի իհարկե իր մոտիվացիան, իր մոտեցումը, իր պատկերացումը եւ այդ պատկերացումների մեջ յուրաքանչյուրը կարող է իրավացի լինել։ Այնուամենայնիվ աշխատանքի որ պետք է տանել, յուրաքանչյուրի հետ լսել, փորձել հիմնավորել, փորձել հաստարկներով կարևորել այս գործընթացի անհրաժեշտությունը։ Այս գործընթացը իշխանության փոփոխության մասին չէ։ Այս գործընթացը իշխանափոխության մասին է հանուն 2026 թվականին ավելի պարզ, ավելի անկաշկանդ, ավելի հավասարակշռված ընտրություններ կազմակերպելու։ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ Հայաստանում կկառուցվի $500 միլիոն արժողությամբ AI գործարան տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական նախագիծը։ Նա նշել է, որ Հայաստանը միանում է արհեստական բանականության գլոբալ շարժին ոչ որպես դիտորդ, այլ որպես նոր հնարավորություններ ստեղծող։ ՀՀ կառավարությունը որոշ ընկերությունների հետ ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքներից հետո մեկնարկում է համատեղ նախագիծ, որը փոխելու է տարածաշրջանի տեխնոլոգիական քարտեզը։ Նախագծի շրջանակում կիրականացվի $500 միլիոն ներդրում, կտեղակայվեն հազարավոր NVIDIA Blackwell GPU-ներ, կձևավորվի ավելի քան 100 մեգավատ հզորությամբ ենթակառուցվածք, գործարկումը նախատեսվում է 2026 թվականին։ AI գործարանը կդառնա հարթակ նոր արարությունների կրթության, գիտության եւ ձեռներեցության համար։ Այն խթանելու է տեղական ու միջազգային ստարտափների զարգացումը, ապահովելու է գիտության ու տեխնոլոգիայի կապը եւ Հայաստանը կդարձնի տարածաշրջանային տեխնոհաբ արհեստական բանականության իրական ստեղծման վայր, ասված է հաղորդագրության մեջ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեքշաբթի աշխարհի տարբեր երկրներում գտնվող ԱՄՆ դեսպանատներին հրամայել է կատարել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության USAID մնացած բոլոր աշխատակիցներին աշխատանքից ազատելու հրամանը։ Գրում է Associated Press գործակալությունը։ Նա նշել է, որ պետքարտուղարությունը մինչև երկուշաբթի կստանձնի USAID-ի արտաքին օգնության ծրագրերի վերահսկողությունը։ Ռուբիոն դեսպանատներին խորհուրդ է տվել հետևել գերատեսչության ծրագրին մինչև սեպտեմբերի 30-ը, լուծարել USAID-ի բոլոր արտասահմանյան առաքելությունները։ USAID-ի մնացած բոլոր աշխատակիցների կրճատումը ԱՄՆ օգնության գործակալության լուծարման եւ Թրամփի վարչակազմի եւ Իլոն Մասկի կառավարման արդյունավետության դեպարտամենտի կողմից ավելի քան 10,000 աշխատակիցների ու կապալառունների կրճատման վերջին քայլն է։ Նրանք USAID-ին դարձրել էին աշխատանքից ազատման առաջին թիրախներից մեկը։ ԱՄՆ դաշնային դատավորը ժամանակավորապես արգելափակել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը, որը նախատեսում էր զանգվածային կրճատումներ մի շարք դաշնային գերատեսչություններում, ներառյալ պետքարտուղարությունում։ Հայցվորները պնդում են, որ Ռուբիոյի վերակազմակերպման ծրագիրը խախտում է դատարանի արգելքը։ Թրամփի վարչակազմը պնդում է, որ ծրագիրն արդեն իսկ ուժի մեջ էր, երբ նախագահ հրամանագիր էր հրապարակել, ուստի խախտում չէր կարող լինել։ ԱՄՆ շրջանային դատավոր Սյուզան Իլստոնը դեռևս դատավճիռ չի ընդունել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին։ Ողջունելով Ալեն Բերսեի այցը վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը, կարևորելով դրա դերը ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության ամրապնդման գործընթացներում։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շարունակական աջակցության համար։
Գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն իր հերթին վերահաստատել է Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության կառավարության հետ եւ օժանդակելու ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված նախաձեռնություններին։ Նա նաև շնորհավորել է վարչապետ Փաշինյանին առ այն, որ 2026 թվականին Հայաստանում անցկացվելու են Եվրոպական համայնքի գագաթնաժողովը եւ COP18-ը, դա որակելով որպես Հայաստանի աճող միջազգային հեղինակության վկայություն։ Թրամփի վարչակազմն այս շաբաթ կսկսի Միացյալ Նահանգներում անօրինական կերպով գտնվող հազարավոր միգրանտների տեղափոխել Գուանտանամոյի ռազմաբազա, հայտնում է The Washington Post-ը հղում անելով իր աղբյուրներին։ Օտարերկրյա քաղաքացիները, որոնք դիտարկվում են արտաքսման համար, գալիս են տարբեր երկրներից, այդ թվում բարեկամ եվրոպական երկրներից, Միացյալ Թագավորությունից, Իտալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իռլանդիայից, Բելգիայից, Նիդերլանդներից, Լիտվայից, Լեհաստանից, Թուրքիայից եւ Ուկրաինայից, ինչպես նաև աշխարհի այլ մասերից, այդ թվում Հայիթիից, ասվում է տեքստում։ Թրամփի վարչակազմը դժվար թե ծանուցի այն երկրների կառավարություններին, որոնց քաղաքացիները պետք է արտաքսվեն։ Այս մասին ասել են թերթի աղբյուրները։ Բեռնափոխադրման նախապատրաստական աշխատանքները ներառում են 9000 մարդու բժշկական զննումներ, պարզելու թե արդյոք նրանք բավականաչափ առողջ են Գուանտանամո ուղարկելու համար։ Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X-ի սոցիալական ցանցում ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին իր գրառումները չափից հեռուն են գնացել։ Ես ափսոսում եմ անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին իմ որոշ գրառումների համար։ Դրանք չափից ավելի հեռուն գնացին, գրել է Մասկը։ Հունիսի 9-ին ձեռնարկատերը խոստովանել է, որ ամենամեծ հարվածն ինքն է հասցրել իր հեղինակությանը։ Մեկնաբանությունները հնչել են սոցիալական ցանցերում Մասկի եւ Դոնալդ Թրամփի միջև վերջերս տեղի ունեցած խայթող արտահայտությունների ֆոնին։ Մասկը կոշտ քննադատության է ենթարկել Սպիտակ տան տնտեսական քաղաքականությունը։ ՆԱՏՕ-ն հարավային Կովկասի անվտանգության տեսակետից որևէ լավ բան չի ներկայացնում, ասել է Զախարովան մեկնաբանելով ԱՄՆ-ՆԱՏՕ սերտ համագործակցությունը։ Ընդհակառակը, արևմտականների հիմնական նպատակն է խարխլել իրավիճակը տարածաշրջանում, ստեղծել լարվածության նոր օջախներ։ Հուսով եմ եւ Բաքվում եւ Երևանում հավասարապես հասկանում են այս հարցում մեր հիմնավորված մտահոգությունը եւ լիարժեք գիտակցում են նման համագործակցության խորացման ռիսկերը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, որը վերջերս խոսել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի հետ հաշտվելու անհնարինության մասին, մտքափոխվել է։ Վիճաբանությունից մի քանի օր անց Սպիտակ տան ղեկավարը New York Post-ի Pod Force One ոդքասթի եթերում չի բացառել, որ գործարարի հետ հարաբերությունները կարող են բարելավվել։ Թրամփն ասել է, որ կարող է հաշտվել իր նախկին միլիարդատեր ընկերոջ հետ, բայց դա իր համար այս պահին առաջնահերթություն չէ։ Միացյալ Նահանգների ղեկավարը նշել է, որ Մասկին չի մեղադրում իրենց վեճի համար, սակայն մի փոքր հիասթափված է նրա գործողություններից։ Տեսեք, ես նրա դեմ ողջ չեմ պահում, ես շատ զարմացա, որ դա տեղի ունեցավ։ Կարծում եմ, որ նա շատ վատ է զգում, որ դա ասել է ԱՄՆ նախագահը։ Ռուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել Իրանին եւ Միացյալ Նահանգներին միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Դիվանագետը մանրամասնել է, որ Մոսկվան պատրաստ է ոչ միայն քաղաքական, այլև գործնական օգնություն ցուցաբերել։ Օրինակ, ռուսական կողմը կարող է օգնել Իսլամական Հանրապետության տարածքից միջուկային ավելցուկային նյութերի հեռացման հարցում, այդ նյութը հարմարեցնելու ռեակտորների համար վառելիքի արտադրությանը։ Հունիսի 4-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարում, որ Ռուսաստանը աջակցի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցություններին։ Նրա խոսքով հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահները քննարկել են ոչ միայն Ուկրաինան, այլև մի շարք միջազգային հարցեր, շեշտելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցություններում որոշակիորեն փակողային իրավիճակը։ Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ միջուկային բանակցությունները փակուղի չեն մտել, նշելով, որ Իրանի պատասխանը Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջարկին կլինի տրամաբանական եւ կառուցողական, հաղորդում է Մեհրը։ Իրանի փոխարտգործնախարարի խոսքով, ինչպես ցանկացած միջազգային բանակցությունների դեպքում, Իրանի եւ ԱՄՆ-ի միջև բանակցությունները ժամանակ են պահանջում եւ այդ բանակցությունների ընթացքում կան վերելքներ եւ վայրեջքներ։ Նա հայտնել է, Իրանի առաջարկը բաղկացած չէ մեկ նախադասությունից կամ պարբերություն
ելույթներից, որը կարելի է հեշտությամբ հեռացնել, այն պարունակում է տարրեր, որոնք ցույց են տալիս իրանական կողմի լրջությունն ու դիրքորոշումը։ Թախտրավանչին ընդգծել է, որ պատրաստված տեքստը դեռ չի լրամշակվել, սակայն հուսալի հիմք է ծառայում հետագա քննարկումների համար։ Ըստ փոխարտգործնախարարի, իրականությունն այն է, որ այս փուլում մենք չափազանց երկար տեքստ չենք քննարկում, քանի որ մտադիր չենք ներկայացնել համապարփակ շատ ժամանակատար համաձայնագիր կամ փոխըմբռնում։ ՆԱՏՕ-ում ցանկանում են Ուկրաինա օգնության ծախսերը պարտադիր դարձնել, դրանք ներառելով պաշտպանական ծախսերի նպատակային ցուցանիշում, հայտնում է Bloomberg-ը։ Նշվում է, որ համապատասխան հայտարարությունը կներկայացվի հունիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Փաստաթղթի նախագծում հիմնական ուշադրությունը կհատկացվի պաշտպանական ծախսերի համար ՀՆԱ-ի 5%-ի ցուցանիշին հասնելու միջոցներին, ընդ որում Ուկրաինային աջակցությունը կարող է դառնալ պաշտպանական բյուջեի պարտադիր մաս։ Ըստ տեղեկությունների, փաստաթուղթը չի նշում դաշինքին Կիևի անդամակցության մասին եւ չկա Չինաստանի դատապարտում Ռուսաստանի հետ համագործակցության համար։ ՆԱՏՕ-ում խուսափում են այդ թեմաներից, որպեսզի հնարավոր վեճեր չհրահրեն Թրամփի հետ, նշել են նյութի հեղինակները։ ԱՄՆ-ն եւ Չինաստանը Լոնդոնում կայացած բանակցությունների ընթացքում նախնական պլան են համաձայնեցրել, որը կոչված է մեղմելու առևտրային լարվածությունը։ Հայտնում է Bloomberg-ը, երկու երկրների պատվիրակությունների ներկայացուցիչները պայմանավորվել են շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների երկրորդ փուլի շրջանակում։ Երկու օր տևած քննարկումների արդյունքում ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լատնիկը հայտնել է, որ կողմերը համաձայնեցրել են առևտրի սահմանափակումների մասնակի վերացման մասին պայմանավորվածություն իրականացման պլանը այն կներկայացվի առաջնորդներ Դոնալդ Թրամփին եւ Սի Ցզինփինին, որոնք պետք է հավանություն տան պայմանավորվածություններին, հայտնել են նա։ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ պրագմատիկ սակարկություններ է վարում երկկողմ հարաբերություններում գրգռիչների վերացման հետ կապված հարցերի շուրջ։ Այս մասին 10-ին տված հարցազրույցում հայտնել է Վաշինգտոնում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ալեքսանդր Դարչիևը։ Նրա խոսքով ներկայ շփումները տարբերվում են նախորդներից նրանով, որ Սպիտակ տան եւ Պետդեպարտամենտի պաշտոնյաները չեն փախչում ռուսական դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներից եւ չեն փոխարինում խնդիրների էության քննարկումը մենախոսություններով եւ պախարակումներով, այլ գերադասում են պրագմատիկ սակարկությունները դատարկ խոսակցություններից։ Դեսպանն ասել է, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները բանակցությունները սկսեն ամերիկյան տարածքում ռուսական դիվանագիտական սեփականության 6 փաստացի առգրաված օբյեկտների հասանելիության ապահովման շուրջ։ Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցներից մեկում կրակ բացած երիտասարդի տանը իրավապահները հայտնաբերել են չգործող ինքնաշեն ռումբ։ Այս մասին հայտում է ֆրանսիական BFM TV հեռուստաալիքը։ Ռումբը առգրավել է հարձակվողի տանը խուզարկության ժամանակ, ասվում է հոդվածում։ Ընդգծվում է, որ ոստիկանությունը նաև գրություն է գտել, սակայն դրա բովանդակությունը չի բացահայտվում։ Ոստիկանությունը պարզում է դպրոցականների վրա հարձակում գործած երիտասարդի վարքի դրդապատճառները։ Երևանում հասկանում են, որ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում անվտանգության ճարտարապետության կարևոր տարր է հենց երկրում եւ ողջ հարավային Կովկասում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հաղորդում է Սպուտնիկը, մենք Հայաստանի տարածքից ռուսական ռազմակայանի հնարավոր դուրսբերման մասին որևէ ազդանշան Երևանից չենք ստացել։ Հանրապետության պաշտոնատար անձիկ հաստատում են այդ թվում հրապարակայնորեն, որ նման հարցերը օրակարգում չեն, ասել է Զախարովան։ Նա ընդգծել է, որ ռուսական բազայի ներկայությունը կարգավորվում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջև համապատասխան երկկողմ համաձայնագրերով, ընդ որում նրա խոսքով ռազմակայանի կարգավիճակի հարցը երբեք չի բարձրացվել Ադրբեջանի հետ Ռուսաստանի փոխգործակցության համատեքստում։ Միևնույն ժամանակ Մոսկվան տեղյակ է եւ հիմնավորված է համարում Բաքվի մտահոգությունը Հայաստանում Եվրամիության առաքելության գործունեության վերաբերյալ։ Հայտնի է, որ այդ այսպես կոչված առաքելության աշխատակիցները լրտեսում են Հայաստանի հարևան երկրներին, իսկ Երևանին իհարկե հաշվետու չեն։ Տարածաշրջանում ոչ մի կայունության նրանք չեն նպաստում, նշել է Զախարովան։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր երեկոյան ելույթի ժամանակ կրկին կոչ է արել կանգնեցնել Ռուսաստանին։ Նրանց պետք է կանգնեցնել, եւ սա անհրաժեշտ է ոչ միայն մեզ Ուկրաինայում, ամբողջ աշխարհը կշահի Ռուսաստանին խաղաղության պարտադրելուց, ասել է Ուկրաինայի ղեկավարը։ Զելենսկին հավելել է, որ որքան երկար շարունակվի հակամարտությունը Ուկրաինայում, այնքան ավելի կփոխվեն պատերազմի տեխնոլոգիաները։ Նրա խոսքով, եթե իրադարձությունները այսպես զարգանան, սպառնալիքը կմեծանա բոլորի համար։
Անօրինական ներգաղթյալների նկատմամբ իրականացված ռեյդերի դեմ բողոքի ցույցերը Կալիֆոռնիայից տարածվել են Տեխաս, Քենթուքի եւ Ջորջիա նահանգներ, հաղորդում է CNN-ը։ Մասնավորապես Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոտը հայտարարել է, որ բողոքի ցույցեր են տեղի ունեցել Օսթինում եւ Դալլասում։ Ներգաղթի դեմ բողոքի ցույցեր են տեղի ունեցել Քենթուքիի եւ Ջորջիայի ամենամեծ քաղաքներում՝ Լուիսվիլում եւ Ատլանտայում։ Այսօր աշխարհը ավելի մոտ է միջուկային ոչնչացմանը, քան երբևէ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը X սոցիալական ցանցում։ Գաբարդը խոսել է ամերիկյան ատոմային ռմբակոծության հետևանքների մասին։ Նա ընդգծել է, որ այսօր միջուկային զենքն ավելի հզոր է դարձել։ Սա է իրականությունը, որովհետև այսօր, երբ մենք բոլորս ավելի մոտ ենք միջուկային ոչնչացմանը, քան երբևէ, քաղաքական էլիտայի պատերազմ հրահրողները անզգուշորեն սնուցում են վախ եւ լարվածություն միջուկային տերությունների միջև, ասել է Գաբարդը։ Անհայտ անձինք հարձակվել են Սիրիայի անվտանգության ուժերի անդամների վրա։ Այս մասին հաղորդում է ՍԱՆԱ գործակալությունը հղում անելով աղբյուրին։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Լիբանանի հետ սահմանի մոտ։ Հարձակման հետևանքով վիրավորվել է Սիրիայի անվտանգության ուժերի 3 անդամ։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցությունը տվել է իմպիչմենտի մեկնարկը։ Խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հրապարակել է վարչապետին անվստահություն հայտնելու ձևաթուղթը իրենց ստորագրություններով։ Նշենք, որ այսօր ժամը 12:30-ին տեղի է ունեցել Հայկ Մամիջանյանի եւ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության ղեկավար Սերյան Օհանյանի հանդիպումը, որի ընթացքում պետք է քննարկվեր Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին Հայաստան խմբակցության падգամավորների միանալու հարցը։ Հայկ Մամիջանյանը ԶԼՄ ներկայացուցիչների հետ զրույցում ասել է, որ ձևաթղթի տակ կա պատիվ ունեմ խմբակցության 6 падգամավորի ստորագրություն, իսկ թե ինչ է պատրաստվում անել Հայաստան դաշինքը, ապա Մամիջանյանը նշել է, որ այդ մասին կհայտարարի Հայաստան դաշինքը։ Փաշինյանն աղանդավորներին կուղորդի մայրաթոռ։ Այս մասին Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ Նրա կարծիքով Փաշինյանը հրահանգ է ստացել վեհափառից ազատվելու, սակայն ինչպես նախորդ անգամները, այս անգամ եւս չի ստացվի։ Փաշինյանը իր վրա վերցնում է գործառույթ, որի իրավասությունը ոչ իրավական առումով, ոչ հոգևոր առումով, ոչ բարոյական առումով իրավունք չունի։ Այսինքն ինքը հիմա մտնում է մի դաշտ, որտեղ իր պարտությունը արդեն դաջված է։ Մնում է կնիկը խփել։ Ինչպես։ Թող փորձի, այդ խումբ է հավաքում, մասնագետներ է հավաքում, ինքը դառնում է այդ անձանց գնահատողը, որքանով են եկեղեցու զավակ եւ այլն։ Ես ձեզ կարող եմ մեկ զուգահեռ 2018 թվականին եւ դրանից հետո եւս 2 անգամ փորձարվել է ապօրինի ձևով վեհափառ հայրապետին կահանքեցանել։ Առաջին անգամ այն անձինք, ովքեր որ ներգրավված էին, այո, որտեղ կային մի քանի հոգեվորականներ, որոնք հետո կարգալուց եղան, ուրեմն նրանց կեցվածքը հետևյալն էր, իրենք գնահատում էին, որ եկեղեցին ճիշտ չի կառավարվում, չունենալով կարգավիճակ, որ եկեղեցու ամբողջ ներքին գործունեությունը իրապես գնահատեին, ճիշտ գնահատեին, եւ հետապնդում էին իրենց եսը, իրենց էգոն, ոչ ավել եւ ոչ պակաս։ Եկեղեցուց միգուցե մի քանի 100 դժգո նախկին եկեղեցու որոշ եկեղեցիների հոտի անդամներ եւս դժգո են, բայց սա որից է ձևով իրավունք չի տալիս վեհափառ հայրապետին գանկեցանել։ Հունիսի 10-ին տեղի է ունեցել քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ գրասենյակից։ Քննարկվել են կուսակցական, քաղաքական եւ հանրային կարեւորություն ունեցող, ինչպես նաեւ կուսակցության առաջիկա համաժողովին առնչվող հարցեր։ Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատական ֆարսի ժամանակ դատարանը մերժել է Վարդանյանի միջնորդությունները մեղադրական ակտը ընտանիքին հանձնելու եւ դրա ռուսերեն թարգմանությունը ստուգելու մասին, վկայակոչելով նախկին կայացված որոշումները։ Ռուբեն Վարդանյանի գործով հաջորդ դատական ֆարսը տեղի կունենա Բաքվում հունիսի 17-ին։ Հայաստանի ազգային ժողովի նախագահի տեղակալ ԵԽԽՎ-ում Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը եւ պատվիրակության անդամները հունիսի 11-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին։ Տարածաշրջանային զարգացումների համատեքստում անդրադարձ է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող գործընթացին, բարձրացվել է Ադրբեջանում գտնվող գերիների ապօրինի պահվող եւ անհետ կորած անձանց խնդրին ու այս հարցում կարեւորել ԵԽ-ի աջակցությունը։
Լոս Անջելեսի որոշ շրջաններում բարետային ժամ է սահմանվել շարունակվող բողոքի ցույցերի պատճառով, հայտարարել է Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը։ Ես այսօր երեկոյան ժամը 8-ից Լոս Անջելեսի կենտրոնում բարետային ժամ եմ սահմանել։ Եթե դուք չեք ապրում կամ չեք աշխատում Լոս Անջելեսի կենտրոնում, խուսափեք այդ տարածքից։ Իրավապահ մարմինները կձերբակալեն բարետային ժամը խախտող յուրաքանչյուրին, ասվում է հաղորդագրության մեջ։ Հունիսի սկզբին ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության կողմից Լոս Անջելեսի կենտրոնում անօրինական ներգաղթյալներին հայտնաբերելու համար անցկացված ռեյդը վերածվեց ցուցարարների հետ բախումների։ Սպիտակ տան պաշտոնյաները քաղաքում տեղի ունեցած բողոքի ցույցերը համարեցին օրենքի դեմ ապստամբություն։ Կալիֆոռնիայի ազգային գվարդիան շուտով ժամանեց Լոս Անջելես։ Քաղաքի կենտրոնում գտնվող դաշնային շենքի մոտ նկատվել են մոտ 1 տասնյակ ազգային գվարդիայի անդամներ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չի կարողանա երկխոսություն հաստատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, քանի որ նա իրականությունից կտրված է եւ անհետեւողական։ Այս մասին Deep Dive YouTube ալիքում հայտարարել է ԱՄՆ բանակի պաշտոնաթող գնդապետ Դուգլաս Մակգրեգորը։ Նրա խոսքով Թրամփը չի կարող գործ ունենալ Զելենսկու հետ, քանի որ նա չգիտի ինչպես խելամիտ լինել։ Զելենսկին իրականությունից կտրված է եւ բանակցային գործընկեր չէ։ Թրամփը չի կարող խոսել նրա հետ, նշել է փորձագետը։ Լոս Անջելեսում ցուցարարները թալանել են 23 ձեռնարկություններ եւ միլիոնավոր դոլարի վնաս են պատճառել տեղական ձեռնարկություններին։ Այս մասին ասել է Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը Fox News հեռուստալիքով հեռարձակվող մամուլի ասուլիսում։ Անցած գիշեր թալանվել է 23 սեփականություն, զգալի վնաս է հասցվել բիզնեսին եւ գույքին, ասել է նա։ Բասը նշել է, որ ցուցարարները գրաֆիտի են արել քաղաքի կենտրոնում գտնվող բազմաթիվ շենքերի վրա։ Լոս Անջելեսի կենտրոնական քաղաքային ասոցիացիայի գլխավոր տնօրեն Նելա Մակոսքերի նախնական հաշվարկների համաձայն բողոքի ակցիաների արդյունքում ձեռնարկություններին հասցված ընդհանուր վնասը կազմում է միլիոնավոր դոլարներ։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն ապագայի ֆորում 2050-ի շրջանակում հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է հետ մղել ՆԱՏՕ-ի սպառնալիքները Բալթյան երկրներում, այս մասին հայտում է ՌԻԱ Նովոստին։ Դիվանագետի խոսքով Ռուսաստանը ուշադիր հետևում է Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի զորավարժություններին, եթե նայեք ՆԱՏՕ-ի բոլոր գործողություններին արևելյան թևում, կարող ենք փաստել, որ սա իրականում մեկ մեծ զորավարժություն է, որը միավորված է Ռուսաստանին սահմանափակելու ընդհանուր գաղափարով, բայց բաժանված է հատվածների, որպեսզի այդքան սպառնալից շտվա, բայց մեր զինվորականները հասկանում են ամեն ինչ, ուստի մենք պատրաստ ենք հետ մղել ցանկացած սպառնալիք, ասել է Գրուշկոն։ Նա հավելել է, որ ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները, մանրամասնելով, որ խոսքը վերաբերում է Մոսկվայի եւ Լենինգրադի ռազմական շրջանների վերստեղծմանը։ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին ուկրաինական հակամարտությունն անվանել է երկու եղբայրների վեճ։ Նրա խոսքերը մեջբերում է The Wall Street Journal պարբերականը։ Ուկրաինայի հակամարտությունն ինձ հիշեցնում է երկու եղբայրների ավագի եւ կրտսերի վեճ, թե նրանցից ով է ավելի խելացի եւ կարեւոր, ասել է նա։ Նրա խոսքով հակամարտությունը միայն խորացում է հակասությունները երկու երկրների միջև եւ հենց այդ պատճառով էլ Ռուսաստանը ձգտում է հնարավորինս շուտ ավարտել այն։ Եղանակը առաջիկա օրերին։ Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 12-ից 13-ի կեսօրից հետո 14-ից 16-ի գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հնարավոր է նաեւ կարկուտ։ Հունիսի 12-ից 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 12-ից 13-ին աստիճանաբար կբարձրանա 3-ից 5 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 12-ից 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 12-ից 14-ի երեկոյան, 15-ից 16-ի գիշերը եւ երեկոյան հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայրաքաղաքում հունիսի 12-ից 3-ը կլինի 30-ից 32 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +26-ից մինչև +26 աստիճան։